Հետևյալը Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի առաջ ստեղծեց Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, նպատակը նա էր, որ համախմբվի այն կառույցները, որոնք ոչ օլիմպիական են։ Նշեմ ինչի համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 100-ից ավել հասարակական կառույցներ կան սպորտային, որոնք ոչ օլիմպիական են եւ ունենք բավականին շատ ֆեդերացիաներ, որոնք ոչ պաշտոնական ներկայացուցիչներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը վերաբերում է, եթե ֆեդերացիան պետք է ունենա իր չափորոշիչները, իր կանոնները, ունենա մարզչական խորհուրդ, մրցավարական խորհուրդ, այնուհետև ֆեդերացիայի նախագահան պետք է ընտրվի մարզիչների խորհրդի կողմից։ Դրա հետ միասին մենք որոշեցինք, որպեսզի այս կառույցը հիմնադրվի, որպեսզի համակարգվի։ Պատկերացրեք, շատ ֆեդերացիաներ կան, որոնք 2-3 մարզիչով կոչվում են ֆեդերացիայի նախագահներ։ Համաշխարհային ֆեդերացիայի կազմ խորհրդի անդամ չէ հանդիսանում տվյալ ֆեդերացիաները։ Դրա համար հիմնադրվեց ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, որպեսզի համակարգվի, հնարավորություն տրվի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան իրենք աշխատեն։ Իհարկե մենք համագործակցության փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որպեսզի կարողանանք այս ամենը կյանքի կոչենք եւ արդեն կարող եմ ասել ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում ընդգրկված 19 ֆեդերացիաներ արդեն իսկ եւ ֆինանսավորվում են եւ աջակցություն են ստանում օլիմպիական կոմիտեից, որպեսզի կարողանան իրենց մարզիկները մասնակցեն եւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունեն։ Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ եթե մենք 30 տարուց ավել միջ այսօր ոչ օլիմպիական մարզաձևերի անուշադրության էր մատնվել, այսօր մենք արդեն ուշադրության կիզակետում ենք հայտնվել։ Պարոն Հարապետյան, շատ է նաև ֆեդերացիաները յուրաքանչյուր սպորտաձևի մեջ եւ կարողանում են բացել ֆեդերացիաները եւ իրենց հռչակել ֆեդերացիայի նախագահ եւ ֆեդերացիայից առումով որքանով է կարողանում նաև ոլորտը վերահսկվել, որ ամեն մեկը չկարողանա բացել եւ գործունեություն ծավալել։ Շատ տեղին հարց էր, պետական ռեգիստրը պետք է այդ հարցերով զբաղվի եւ օրենքը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ հասարակական կառույց բացել, որպեսզի դառնա ֆեդերացիայի նախագահ։ Դրա համար մենք ստեղծեցինք հասարակական խորհուրդ, այդ խորհրդի հիման վրա հիմնավորվեց ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Ես կարամ խորհրդի անդամների անուններն նշեմ, դա համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանն է, համահիմնադիր օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Մենք քննարկեցինք, որ այս ամեն ինչը պետք է համակարգվի, ի նշան մեր պետության, օգուտ տանք մեր երկրին, քանի որ մենք նաև զինվորներ ենք պատրաստում եւ ուղղորդում բանակ ծառայելու։ Ֆիզիկական պատրաստվածությունը ծառայության մի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ մեր մարզաձևերը արևելյան դրանք ձեռնամարդ են, որոնք շատ կարևոր են նաև մեր բանակի համար։ Տեսեք, այնքանով մենք կարողացանք համակարգել, որ յուրաքանչյուր բաց է մեր դռները, ովքեր ցանկանում են դառնալ միության անդամ, պետք է պահպանեն բոլոր չափորոշիչները, կանոնները։ Արդյոք ֆեդերացիան ունի մարզչական կոլեկտիվ, մրցավարական խորհուրդ, արդյոք այդ ֆեդերացիան համաշխարհային ֆեդերացիայի կազմ խորհրդի անդամ է։ Տվյալ ֆեդերացիան գոնե պետք է ունենա 10 տարվա կենսագրություն, որ մենք տվյալ ֆեդերացիային ընդունենք միության կազմում քննարկումներից հետո։ Դա տեքվանդոն, օրինակ քիքբոքսինգը չնայած օլիմպիական ընտանիքի անդամ է, MMA-ի ֆեդերացիան, Կյոկուշինի ֆեդերացիան, Այկիդոյի ֆեդերացիան, որոնք նաև կարատեի ֆեդերացիան, տարբեր արևելյան մարտարվեստներ կա, որոնք ընդգրկվել են միության կազմում։ Ես կարող նաև ցանկը տրամադրեմ, եթե կցանկանան։